Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր քննարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Կիրակն ուրա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Նախորդին լրահոսից հայտնի դարձավ, որ Սիրիայում խիստ ապակայունացել է իրավիճակը, ալևիաբնակ հյուսիս-արևմտյան ծովամերձ հատվածներում եւ գործը հասավ նրան, որ այնտեղ ուղղակի կոտորած է տեղի ունենում, խոսում են այն մասին, տեսանյութեր են տարածվում, այնպիսի, որ սոցցանցերով չի կարելի տարածել, ոչ էլ YouTube-ով, հա, ուղղակի դիակներ են փողոցներում, հաշվեհարդարի ակտեր բազմաթիվ, սիրիական մի օբսերվատորիա կա մարդու իրավունքների, իրենց տվյալներով մոտ 1100 զոհի մասին են նրանք հաղորդում եւ խոսքը գնում է այն մասին, որ դե ֆակտո իշխանության, որոնք հիմնականում սուննի մուսուլմանների մեծամասնությունն են ներկայացնում եւ ալևիական փոքրամասնության միջև այնտեղ թեժ մարտեր են ընթանում եւ բացի դրանից էլ այդտեղ վաղուց եկած մի կոնֆլիկտ կա, որովհետեւ նախկին ռեժիմն էլ Ասադն էլ հենվում էր ավելի շատ ազգային փոքրամասնությունների վրա եւ այդ իշխանությունն էլ ճնշում էր սուննի մեծամասնությանը, որում թե հայր Ասադը, թե որդի Ասադը եւ հիմնական այսպես հարվածային բռունցքը դա ալևիներն են։ Հիմա դերերը փոխվել են։ Սա ոչ թե արդարացնում է այդ ակտերը, բայց բացատրում է այդ ակտերը, թե ինչու է այդպիսի, որտեղից այդքան դաժանություն, թվում է թե մեկ երկրի տարբեր քաղաքացիների միջև։ Այս ամենում իհարկե շահագրգռված են նաև դրսից։ Սա միայն ներսիրիական խնդիր չէ։ Մենք տեսանք, որ վախվորած ալևիները մի քանի հազար եկան Խմեյմիմ ռազմաօդային բազա, որտեղ դեռ ռուսները մնացել են, չնայած այնտեղ շատ քիչ բան է մնացել, բայց այնուամենայնիվ կան, եկել եւ ռուսներից օգնություն են խնդրում, որպեսզի նրանց էվակուացնեն այնտեղից, ասելով, որ կյանքները վտանգված են։ Ռուսներն էլ առանձնապես շատ բան չեն անում, բայց ռուսական ռոպագանդան այս ամենը հրաշալի կերպով օգտագործում է ցույց տալու, թե ինչքան վատն են մնացածը, հա, այսպես ասենք, արևմուտքը մի կողմից, Թուրքիան մյուս կողմից, դե ձեռքի հետել Իսրայելը։ Իսրայելն իր հերթին ասում է, ահա, հիմա տեսակ ես ինչքան ճիշտ արեցի, որ որպես բուֆերային գոտի Գոլանի բարձունքներում եկա մոտեցա ընդհուպ մինչև Դամասկոս, որովհետև այս դաժանությունը, այս բարբարոսությունը կգա իմ սահմանի ներս, իսկ Իսրայելն էլ բարբարոսական հարձակման զոհ դարձավ սկսած 23 թվականի հոկտեմբերի 7-ից եւ պատերազմն այդ չի դադարում, սա ամենատևական պատերազմն է, որը Իսրայելը վարում է իր ողջ պատմության մեջ։ Փորձենք հասկանալ ինչ է տեղի ունենում եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Ծագումով սիրիահայ, հայաստանաբնակ, գրող եւ քաղաքական վերլուծաբան, մերձավոր արևելյան քաղաքականության փորձագետ Հակոբ Նալբանդը, բարով եք եկել, պարոն Նալբանդ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Աստծո բարին, Վարոմ Հերաբյան, բարի գիրագից ես։ Պարոն Նալբանդ, այս դեպքերը բնականաբար ձեր ուշադրության կենտրոնում են, դուք այնտեղ թե բարեկամներ ունեք, թե ընկերներ ունեք, ծանոթներ ունեք, գոլեգաներ ունեք եւ մշտական կապի մեջ եք Սիրիայի տարբեր մարզերում, քաղաքներում բնակվող ձեր ընկերների, գործընկերների հետ։ Ի վերջո
Մերձավոր արևելյան ցանկացած խժդժություն ուղեկցվում է պրոպագանդայի եւ դեզինֆորմացիայի մի հուշկու ալիքով, որը գերազանցապես թաղում է ճշմարտությունը։ Մենք տեսնում ենք հայկական հրապարակային տիրույթում, այսպես ասենք, ինչ-որ վայնասուն, հա, կապված, ահա, տեսակ ցեղասպանություն է գնում եւ ոչ մեկ մատները մատների վրա մատը մատին չի խփում։ Աշխարհն անբարոյական է եւ այլն եւ այլն, նման ավանդական լացուկուց։ Եւ զուգահեռներ Արցախում տեղի ունեցածի հետ բնականաբար եւ ինչա տեղի ունենում։ Սա ինչ էր, ինչու Ասադի հեռացնելուց հետո, որ թվում էր թե այս իշխանությունը ամենևին էլ շահագրգռված չէ այդ նման այսպես լրահոս, որ կապվի իր հետ, բայց այնուամենայնիվ սա տեղի է ունենում։ Ինչու է տեղի ունենում եւ ինչու հիմա հանեցեք։ Այո, նախ բարոյ Միրաբյան օգտագործելով արիտ ես կուզեմ շնորհավորել մեր բոլոր գանակ Հայաստանի մեջ, Լասպիրկի մեջ մարդյութն է, չծածկենք վրայեն, մեր սյուներն են։ Ես երկրորդը ես իմ ամենացորդ աջակցությունը գայտնեմ Բաքվի բանդերու մեջ մեր հայ եղբայրներու, քաղբանդարգերներու ամենափոքրիկ գոչում ունեցող են ամենամեծ գոչումը։ Թող մի տիշեմ, որ մենք իրենց հետ ենք դիկտատորական Ալիևի բանդերու մեջ։ Այո, դարում եկան շատ բարդ իրավիճակ էր անցնի Սուրիան, դա 4 տարվա բادرազմը դա գավին չավարտված ժողովրդի իսկապես հոգնած է։ Ես հիմա բարոն Միրաբյան գուզեք պատմական ակնակ մնեմ, ինչ 3 ամիս է ավերսոր հեղափոխության հաջողության, տեսեք երբ դեկտեմբերի 8-ին հեղափոխությունը հաղթեց, այս մարտիկը հեղափոխություն իրականացնողն էր անշուշտ միակույն ինչ որ սուննիական թևի պատկանող դահակ էին, բայց այդ մարտիկ երբ մոտեցան ալևիական շրջանները հիմնական Լաթաքյան, որ իրենց մայրաքաղաքը համարվի, Թարտուս, Բանյասը եւ Կրդախան ծննդավայրն է դիկտատոր Փախող դիկտատոր Ասադի եւ իր հորը, առավել Ջաբլեն գա, Ջաբլեն շատ հատկանշական քաղաք է Գուկան գատ մասին, եկան եւ իրենք այդ գեդերու մեջ այդ դարածքի Զովեզերյան շրջաններում մեջ հատուկ գեդեր հիմնադրեցին, այդ զինվորականները, որոնք ժամանակին գծառային սուրիական բանակին, սուրիական սպասարկություններուն, ինչ որ իրենց հնարավորություններ տվին, որքան զենքեր հանցնեն եւ հատուկ պայմանագիր գնքեն Բեդուտյան հետ եւ երթանամն մեկ իր կորձին եւ իր նորմալ կյանքին վերադառնա։ Մեծ դոգոսով եկան զենքերը հանցնեցին եւ դարձան իրենց նորմալ կյանքին։ Ոչ մեկ ցեղասպանություն է սկսվանես են որ այդտեղ ոչ մեկ ալևից սնիական բادرամ դեղի չի ունեցած հիմա, բայց գուքանք ինչ եղավ վերջը եւ որոշ խումբեր կային բարոն Միրաբյան, հատկապես Ասադի եղբորը պատկանող 4-րդ կորպուսը կար, որ Սուրիան Մահեր Ասադ Մահեր Ասադը եւ Հոզբալլահը Սուրիան վերածած էին իսկական կապտագոնի եւ նարկոտիկ արտադրելու դարածքի։ Հատկապես Սուրիա-Լիբանան սահմանը հայրորավոր գործարաններ ունեն եւ այդ գործարաններում պատրաստեն կապտագոնի եւ հաշիշը եւ գողարգեն տեպի մերձավոր արևելքեն տեպի Եվրոպա, տեպի Լիբիա, Լիբիայեն գերտա տեպի Իտալիա, Գերմանիա, տեպի Բարսից ծոցի երկրներ, այսինքն բիզնես էր իրենց համար։ Իսկ այս մարտիկը իրենց արյունը ցեկը թաթախված է արյունի մեջ, զենքերը չհանցնեցին եւ քաշվեցան լեռները։ Գիտեք, այդ Զովեզերյան շրջանը Սուրիայով որ բնակած է Սուրիա, ով որ այցելած է, գիտեք շատ ճկնաղ բնություն է այնտեղ։ Ձով անմիջապես գանաչ դարածներ կսկսին լեռներ, խիտ լեռներ, շվեյցարական ինչ որ բնություն կա այնտեղ։ Դժվար է այդտեղը, տոպոգրաֆիան շատ դժվար է այդտեղ։ Իրենք լեռները քաշվեցան եւ սպասեցին հրամանը։ Տեսեք, եւ իրենք այդտեղ մնացին, ցայն չհանեցին զենքեր իրենց մոտ է։ Եվ իմիջայլոց մենք հիշենք բարոն Միրաբյան, մեկ ամիս առաջ Իրանը անշուշտ իր մուտք գործը գնե, ասեմ Իրանը ամենամեծ շահագրգռված երկիրն է, Իրանը, Իսրայելը, իսկ Ռուսաստանը իբր հանդիպումներու պլատֆորմ զարայ է, առավել հյուսիսային Իրաքի հյուսիսը գտնվող Սուլեյմանիա քաղաքը։ Մենք չխառնենք Ərբիլը Սուլեյմանիայի մեջ։ Սուլեյմանիայի մեջ գիշխե Բաֆեր Թալաբանին, որը Ջալալ Թալաբանի նախկին նախագահի տղան է եւ շատ գաբեր ունի, շատ սերտ գաբեր Իրանի հետ, իրանյան Փասիժի հետ եւ իրանյան Փեժակի հետ, Փեժակը PKK-ն է Իրանի եւ հատկապես գաբեր ունի Մոսադի հետ։
Հիմա Հայաստանի Հանրապետությունը ինչ որ ճիշտ քայլեր կգադարի, որ ինքը գաբերը կխորացնի Էրբիլի հետ, այսինքն ոչ թե Թալիբանի, այլ Բարազանի հետ։ Ընդունված պլատֆորմներու վրա միջազգային իսկական քյուրդական դեմոկրատիական թեմքը ներկայացնող ժամանակից Թալիբանիներն են։ Թալիբանիները երբեք գոմ չեն այս հարցին, ուղղակի բաֆե Թալիբանիները գոմ են, Բարազանիները գոմ չեն։ Իրենք Սուլեյմանիա քաղաքը, որ Թալիբանիներու գետրոնն է, դեղ պլատֆորմ էր։ Հատկապես հաջող կհանդիպեին իրանյան քաղաքնի սասագություններու ղեկավարներ, սուրիական բանակին փախածներ, ինչ որ Ռուսաստանի գաբերը կան անդեղեն գսի, որ հանգա հաջող կանտիբեին, վերջերս հեղափոխություն, իսկական հեղաշրջման փորձ էր։ Հեղաշրջումը չեղած գսի, որ ուղղակի գաբ հաստատ վեր Մոսկվայի մեջ բնակվող դաբալվող նախագահ Ասադի հետ։ Դեսեք, մեկ ամիս առաջ որ Հեզբոլլահը թևաթափ եղավ, արդեն Լիբանանի մեջ նոր կառավարություն կազմվեցավ, ձևավորվեցավ, կառավարությունը վճռական թեմ է, որ զենքը միայն պաշտոնական բանակից հերկ պիտի ելա, եւ արգելեցին Բեյրութի օդանավակայանը, գիտեք, խաղալիք դարձել էր Հեզբոլլահի ցերկը, այսինքն օդանավակայանը իբր անցումային գետ կոկակորզեին Թահրանեն դեպի Բեյրութ միշտ տրամի եւ զենքի հոսք կար։ Արգելափակվեցավ թռիչքները եւ չցկեցին որ օտանավները վայրեջ կդարեն դեպի Բեյրութի օտանավակայան։ Մենք շատ լավ գիշենք ինչ կդարեց Հեզբոլլահի զինյալները, Բեյրութը բոլոր ճանապարհները փակեցին, փողոցները, գրակները արեցին անիվներ եւ այսպես արգելափակվեցավ։ Վերջը մենք լավ հիշենք Թուրքիայի արտաքին գործերու նախարար Հական Ֆիդանի հայտարարությունները։ Հական Ֆիդանը 10 օր առաջ զսկուշացուց իրանցիներուն, որ դուք գրագով կխաղաք, եթե դուք շատ Բիդի օժանդակեք Սուրիայի մեջ ինչ որ այս փոքր խումբերը տերորիստական նույնը գտնա ծեր վրան անդրադառնալ անշուշտ եւ Սահրանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան հրավիրեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն խիստ նոտադրվեցավ նույն Իրանի իշխանությունները արին վերջը թուրքական իշխանությունները մեղադրեցին որ Իրանը դակավին Ստամբուլի օտարյանը օգտագործեի ֆրանսում Ստամբուլի օտարյանն նորեն տրամի տրանսֆեր գլա դեպի Լիբանան գիտեք Սուրիա-Լիբանան սահմանը շատ լեռնային սահման է Բատմական հարամոն լեռներն են հարամոնի լեռները խորանի լեռները դեղ քաղաքնի անցումներ կան եւ այդտեղեն դակավին զենք կմատակարարվեր իրենց գիշերային հրատիդակներ միջին զորությամբ տեխնիկա սոնք բոլորը զինվեցան եւ վերջին մոմենտը կսպասեին եւ անշուշտ ասընթացքին Լատակիայի մեջ Թարտուսի մեջ Բանիասի մեջ նորմալ կյանքը կընթանար Պետական հիմնարկները կաշխատեին, մարդիկներ աշխատավարձերը կստանային, ով որ իր հարցերը լուծեց պետության հետ նորմալ կյանքի վերադարձավ եւ ինչ որ եղավ մենք Իսրայելի անբանանք վերադառնանք Իսրայելին եւ ամսու 6-ին դեսեք ինչ տեղի ունեցավ սինխրոն ցևով հարցակումներ տեղի ունեցան Լատակիայի ոստիկանադուներու վրա Թարտուսի, Բանիասի սպանվեցան այնտեղ ծառայողները, պոլիսներոնից իրենց մարմինները հրգիզվեցան Վերջը ով որ վիրավորվեցավ հիվանդանոց տեղափոխվեցան հարցակումներ կատարվեցան հիվանդանոցներու վրա եւ հիվանդանոցներու մեջ եղած զինվորներն սպանվեցան դպրոցները այրեցին դուները այրեցին Սինգնաց նախկին ռեժիմի մնացորդներն են ասում։ Սինգն ինչ որ դեղը գոճակ կողված էր։ Նույն ժամանակ սինխրոն ծով դեսեք մենք խոսենք Սուրիայի հարավի մասին ինչ տեղի ունենա։ Շվեդիայի մեջ, որը դուրզիական հիմնական գետրոնն է, դուրզիներու, այո։ Մենք չմոնա Նետանյահուի հորչոչատները, որ ինքը դուրզիական փոքրամասնության պաշտպանն էր, բիդիկար դուրզիներուն պաշտպան էր, այո, նույնը քյուրդերուն վերապերվի, իսկ Մազլում Աբդին, որ սուրիական սավետ կոչված ժողովրդական ուժերու ղեկավարն է ողջունեց Նետանյահուի առաջարկը, որ մենք Դեք Իսրայելը ինք երազ ունի, Դավիթի անցքը իրականացնե Իսրայելը մինչև Ղամիշլի Թուրքիայի սահման, որը խիստ Թուրքիայի շահերը վտանգ է։ Դրուզներից եւ քրդերից։ Այո, բադահական չէ որ այսօր երեք հայտարարություն դարածեցին Դերզորի ցեղախումբերը, այդ ցեղախումբերը, որով հայոց ցեղասպան ժամանակ հազարավոր հայեր փրկած էին, մեծամասնությունը 95% արաբներ են, այդտեղ եւ իրենց հողի հետ ամուր գարչած ժողովուրդ են։ Մեծ հայտարարություն դարածեցին, որ մենք ոչ մեկ անցք չենք տալու Իսրայելին դեպի Ղամիշլի հասնելու, իսկ այսօր ինչ որ խնդիրներ դեղի ունեցան Դերզորի մեջ, բայթումներ, բաներ, բայց չանցնիր, որովհետեւ մեծամասնություն են։ Մենք վերադառնալով այդտեղ
Երբ որ կառավարությունը տեսավ, որ այսպիսի մեծ վտանգավոր թռություն է, որ Սուրիան մասնատման գերտա, այնտեղ դուրսները ցայներին բարձրացուցին, այնտեղ քուրդերը ցայներին բարձրացին հյուսային մասերը դե ֆակտո առաջացած աբորին դարասներու վրա, ամիջապես կառավարությունը իր որոշ զորք ու փորձեց ուղարկել եւ ներքին զորքերը Հիմա տեսեք այդ զորքերում մեջ կա որոշակի բերություններ սխալներ ունեն շուտ 3 ամսվա մեջ չգրծավ այդ դարասներում մեջ շատ վստահեցավ ժողովրդին արևմտյան Զովեզիդյան շրջանի եւ շատ ցած դոգոսով ինչ որ ուժեր բահեց Լատակիայի Տարտուսի բանիասի մեջ անշուշտ այդտեղ հատուկ ծառայությունները իրանյան, իսրայելյան, ինչ որ ռուսական օգտագործեն այս բահը եւ գոջագին գողվեցավ եւ որ ամսու 5-ի գիշերը նախագահ Շերա Արտարակ իրաժակ հայտարարեց շատ խումբեր աբորինի ցևով բանդերեն դուրս եղած մարդիկ գիտեք ներում եղավ բանդերուն թուրը պատվեցավ հեղափոխության ժամանակ ոչրակորներ քողեր բոլորը բանակի զասկույցի դակ ռադիկալ ուժեր ուղղվեցան դեպի Զովեզերյան շրջաններ այո հատկապես տեսեք ինքը հետեշան ինքը մետր սխալներ ունի դեր կան ծայրահեղ իսլամական ուժեր որոնք Եգիպտոսին եկած են Ալժիրեն եկած են կան չեչեններ կան ուզբեկներ կան ույգուրներ այսինքն դարբեր ռադիկալ ուղեղներ ունեցող մարդիկ են եւ այս մարդիկը այս անվան դակ թողուպոյի մեջ գադարեցին ցեղասպանություն հիմա չի բացառվի բարոն Մեհրաբյան երբ որ հենց Ասադի ուժերը իրենք ինչ որ ցեղասպանություն գդարեն եւ նետեն այս ուժերու վրա որովհետև տեսեք իրենց համար շատ կարևոր է միջազգային հանրության գոչ ուղղելը հիմա ես կտեսնեմ սոցիալական ցանցերում շատ հաշիվներ կան շատ ֆեյք չենք այսինքն բայց արդեն թերին մամուլին ծառայող դեր խոսքեր կան ցեն մեզ հասեք պրոպագանդա որ միջազգային հանրությունը մուտք գործի Սուրիա եւ այդտեղ դե ֆակտո ինչ որ արևիական դարած առաջացան բայց դիմակավորված մարդ ինչ որ տենց այո եթե դու դղա ես պատկու երես դու եթե փածեք թե երես դու փածեված հայդարարեք այստեղ տեսեք Վարոն Մեհրաբյան Սուրիայի կառավարությունը շատ մեծ ջիկ գտապե գործադրել որ ինքը դուրս գացիր բիդագեն մենք գիտենք նախագահ Ահմեդ Շարի անցյալը ինչպես էր ինքը որոշակի գաբեր ունեցել Ղայդեի հետ Իրաքի Աբու Ղրեբ բանդի մեջ երկարադեմ փանդարգված է հետո եկած է Սուրիա ջաբհաթ al-Nusra-ը հիմնած է այսինքն ամերիկյան թերորիստական ցուցակներու մեջ է ինքը հոհիմար չէ որ այսպեսի արքետիպ է Եվ ինքը արջի գիշեր մեծ հայտարարությունը դարձած նախագահը որ մենք բացարձակապես գապ չունենք այս մեկի հետ մենք կդադարենք ցեղասպանությունը եւ սա ամմայման ասմարտիկը պիտի դադարվին զինվորական տրիբյունայով բոլորը ցայնով նկարով մենք ասենք արշիվ ունենք Այսինքն գլխավոր հրահրողները հայտնի են, հա? Այո, կան անունները։ Մենք շուտով պիտի վեգաները դառնանք Դադաստան թադարաններով, դինվորական թադարաններով։ Հիմա փառք ազգային որոշակի խաղաղություն կա արդեն Լատակիայի մեջ։ Ես հաջող խոսիմ լաշատ լավ ալևի ընկերներ ունիմ դարբեր քյուղերում մեջ անշուտ լարազություն կար։ Դե Ռուսաստանը իր թերը կդարեց, մենք գիտենք 4000 հոգի մտան ռուսական Համեմի մոտակայան, գսի որ adnos մեջ ահակին ոչրակորներն ալգան։ Մենք չմոռանանք Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը արչյոր անշուշտ նախագահ Պուտին իր Պերնովը սերիկը չի գնդարին գսել Դուգինի Պերնով գսե Դուգինը սկսուշացուց Ահմեդ Շարային եւ սա որ Սուրիայի մեջ շատ վատ բաներ դեղ ունենալու են Սենքին չեմ դեր ինչ վատ բան դեղ ունենալու է Ռուսաստանը իսկապես ինքը օտագայանի աբակայի վրա գվախնա Տարտուսին ավանտիստի վրա գվախնա եւ կգարձեմ որ մինչեւ հիմա տենց ինչ որ փորձում բայց կգարձեմ շահելով բանը բայց պահեն Ես կգարձեմ որ աս արարքեն վերջ պիտի լավ տաս եղավ Սուրիան անստադում է ետ դարձավ ունի 1000-1200 զոհեր քաղաքացիական մեծ թիվով զոհեր բայց լավ է որ հիմա քիչ առաջ գապեց Լատակիա ասենք խաղաղ է վիճակը որոշակի գեդեր կան թերադե փախումներ կան հատկապես Ջաբլեի մոտ Ջաբլեն այդ շրջանն է որ Վարոն Մեհրաբյան շատ պատմական քաղաք է Զովեզերյան շատ էթնիկական օրեն ամենավտանգավոր ռումպի գնմանի քաղաքին գեզ սուննի են գեզ ալևի են եւ հատկապես ալևիները այդտեղի հիմնական այդ սուրիական քաղաքների սպասարկություններում մեծ զարայող սպաներ են իրենք բոլորը թաքնված են այնտեղ եւ շատ սերտ գաբեր ունեն իրանյան սպասարկություններով հետ
Այնտեղ է որ իրենք կթաքնվին։ Հիմնական փախման գետը Ջեբլեի մեջ է, բայց մինչև հիմա դեռ Ջեբլեն վտանգավոր ծրություն կա այնտեղ, բայց կարծեք թե բեդությունը հիմա բաշխարած է եւ ինչ որտեղ սկսած է նորմալ կյանքը, այսօր բեդությունը հորտորած է բոլորում որ իջեք ձեր խանութներ աշխատանքի վերադարձեք, իսկ հայերում մնալով մենք այժմ դեսանք որ երկու հայ նահատակներ ունենք, երկու զոհեր ունենք, փափուկներու պատճառով է Հաջող խորտորած այո, հաջող խորտորած են դուներեն դուրս մեկակ, ես ընկերներ ունիմ հաջող խոսիմ, բոլոր իրենց դուներու մեջ են, այսինքն դուներեն դուրս չեն գար, այսօր եկեղեցիներում մեջ արարողություններն չեղարկվեցան, վտանգավոր թռությունը կգարձեմ թե անցած է բայց լավությունը կշարունակվի։ Դեսեք հիմա Իսրայելի մասին գուզեմ խոսել քիչ մը։ Ես մի բան ավելացնեմ։ Տեսեք, այս ամենի ֆոնին ես նայում եմ իսրայելական մամուլը իսրայելցի փորձագետներին, նրանք ինչ են ասում են, ահա, տեսակ մենք, որ առաջանցիկ ձևով սկսեցինք ռմբակոծել զինապահեստները, մենք ինչքան ճիշտ էինք, իրենք են ասում։ Դուք տեսակ, երբ որ մենք այդ բուֆերային գոտին մտանք եւ նույնիսկ ընդլայնեցինք, մենք ինչքան ճիշտ էինք։ Հաջորդը, որ մենք պաշտպանում ենք դրուզներին եւ քրդերին, մենք ճիշտ ենք, որովհետև եթե Սիրիան թուրքական մեծ ազդեցության ներքո դառնա կենտրոնացված միասնական ուժեղ պետություն, դա կդառնա մեր գլխին մի հատ մեծ Համաս։ Հետևաբար մենք այո շարունակելու ենք պաշտպանել, որպեսզի դա չդառնա։ Ավելին մի բան են ասում, իսկ ինչու ոչ, մենք նաև շահագրգռված ենք, որ ռուսները չգնան Տարտուսից եւ Խմեյմիմից, որպեսզի Սիրիան այդքան էլ չուժեղանա, որ մեր սահմանի վրա, այսպես ասենք, մեծ սպառնալիքի չվերածվի։ Սա են ասում փորձագետները իրենց տրամաբանության մեջ։ Համեցեք։ Իսկ ես գուզեմ այստեղ նշել, որ դրուզները դուրզիական համայնքը այնտեղ բացարձակապես հագաստեց Նեթանյահուի խոսքերով, ասես մենք ոչ մեկ ցեր մեկ գարիկ պետք չունենք ցեր բանի օգնության եւ պրոտեկցիայի, որովհետեւ դուրզիներն հիմնականը այդտեղ որ Սուրիան դառնա ժողովրդավար երկիր ունենա հստակ սահմանադրություն իմիջայլոց քանի ինքնակառավարում ուժերի այսինքն այդ բոլորի ուզածը լուծվում է ժողովրդավարության շրջանակներում, հա, ես ճիշտ եմ ասում։ Այո, շատ ճիշտ, որովհետև մենք չմոռանանք բարոններ, այնց հեղաշրջման փորձեն քանի մոր առաջ համասուրիական արդեն երկխոսությունը սկիզբ առավ, երկու հայ ներկայացուցիչներ կային անշուշտ այնտեղ Հալեբի պերիոդեմի առաջնորդը եւ որը կներկայացնե Գիլիգիայի թեմը եւ Դամասկոսի Փարեչյան առաջնորդ, որը կներկայացնե Էչմիածնի թեմը։ Եվ այդտեղ 18 գեդանոց հրճակակիր հայդարարակիր եղավ, պիտի Սուրիան դառնար այսօր շուտով պիտի միակույն կառավարությունը, որ իսկապես խոչընդոտ է, որ եվրոպական Եվրոպան եւ ՄԱԳ-ը եւ բաճամիջոցները վերջնե, պիտի արդեն որոշում կար, որ այ ասֆարյանով միլիարդադեր սուրիացիմը պիտի ղեկավարեր անցումային կառավարությունը, իսկ անցումային կառավարությունը պիտի դառնար տեխնոկրատ, բոլոր սուրիական հյուսվածքներն ինչ որ ներկայացներ պիտի բայց նախագահ մնա Աշարա մնա եւ պիտի արդեն որոշակի խորհրդարանական խորհրդարան պիտի ցեղավորվեր եւ անցումային կառավարությունը պիտի դիշտեր ընդդրություններու ժամանակը այսինքն 2 տարի 3 տարի հետ նոր սահմանադրական արդեն հաստաժողովը գար սահմանադրականը պիտի լար յունիտար ոչ մեկ ֆեդերատիվ այնտեղ արդահայտություն չկա, ոչ մեկ էթնիկական հարցեր չկա, ասեն նորմալ սահմանադրություն դեռ արդեն Սուրիան 1950-ի իր սահմանադրությունը որ կա ֆրանսիական շունչով կրված է, գիտեք Սուրիան այդ ֆրանսիական գաղութ էր, արդեն գծվիր որ 1950-ի սահմանադրության վրա էր որ պիտի աշխատեցներ եւ ժամանակակից դարած դային, իսկ այս բոլորը անշուշտ Իսրայելը կվախնա, Իսրայելը հիմնական այդ է որ Հայֆան դառնա գազի Բորսայի գետրոն համաշխարհային։ Եվ բոլոր երազը այդ էր որ շատ լավ գիտեք որ Սուրիան վերագտնվի Սուրիանի ոտքերու վրա գնա այդ բոլոր գազի խովածները, նավթամուղերը, ճանապարհները անցնելու են Սուրիան, հասնելու են Եվրոպա։ Իմիջայլոց քիչ առաջ Եվրոմիությունն առ հայտարարություն դարածեց, բացի բաց կմեղադրել Ասադի մնացյալ ուժերուն։ Ասադի ուժերն էին որ մենք ցեղասպանությունը կդարեցին, իրենք բաճար դարձան ավելի ճիշտ է, որ աս ռադիկալ մարտիկ ասպիսի ծայրահեղ ծանր քայլի թիմեն։ Դեսեք Ահմեդ Շարա բանն էլ ռուսական ռոպագանդան էլ
մեղադրում է Եվրոպային, որ ահա նրանք մեղադրում են զոհին։ Ոչ, Եվրոպան շատ ճիշտ քննադատեց, որով գիտեք ինչու, որով Եվրոպան ուղղակի գաբի մեջ է Թուրքիայի հետ։ Դեսեք Ահմեդ Շարիի այցելությունը քանի շաբաթ առաջ դեպի Անկարա իր արդյունքները դեպավ գսվի որ Թուրքիան 2 օտագայան պիտի վերցներ, մեկը Հոմսի մոտ, մեկն ալ Տիֆոր անով օտագայան գա Սուրիական անաբադի ճիշտ սրդի մեջ, որովհետև աբակայի այո, մեջտերները Սուրիա, Իրաք, Հորդանան սահմանի վրա, գկարդես կպատկած որ նավթագարերը բոլոր անդեն հասնելու են Հալեբ եւ Հալեբեն դեպի Թուրքիա աղվելու են։ Երրորդ օտագայանի մասին խոսք կար մի քանի օր առաջ, որ Հալեբի մոդեռն է։ Հիմա չեմ գիտեր 4-րդ օտագայան գլաճոք Դամասկոսեն դեպի հարավ, շատ ռիսկային բան է, որովհետև Թուրքիան շատ կմոտենա այսպես Իսրայելի սահմանին, դեռ Իսրայելը շատ վախ ունի։ Դեսեք խոսքա որ հիմա սուրիական հակաօդային պաշտպանության համակարգները հասնին թուրքական ինչ-որ հովանոցի դակ։ Գիտեք Իսրայելը խաղալիք էր իրեն ամեն վարյան ռուսերը փերած էին ճիշտ է S-300-ները Սուրիա բայց ոչ մեկ օր S-300-ները չէին ակտիվացուցած Ռուսաստանի համար ծերնդի ասից դգար Սուրիա եւ անտատ Իսրայելը ներգրմփագոծեր սուրիական գիտեք սուրիական բանակը անդամալուց էր իսրայելյան օտուժը Եվ որ Իսրայելը ամենամեծ վախը դուք ճիշտ եք հիմա անխուսափելի է որ Սուրիա Թուրքիա մերձացում դեղի ունենա որով Թուրքիան շատ լավ գիտե որ Սուրիան մասնատման երթա երկրորդ սցենարիոն Թուրքիայի վրա գալու է Աշուտ Իսրայելի համար մեկը Այսինքն Թուրքիան դա դիտարկում է դրա թույլ չտալը դիտարկում է որպես իր Շահերի մեկնած նույնիսկ երեք Թուրքիան մեծ դոգոս մեծ 35 բեռնադար զենք մցուց Իդլիբի գոմով եւ Հալեբի գոմով Սուրիայով սա ես ասել եմ հանգարց քյուրդական զորքերուն սկուշական թուրքական օտուժը սորտիներ գդարեց Մումբեջիկ 4 կողմ եւ սկուշացուց թուրքական օտուժը եւ խփեց առանց սպանելու քյուրդական զորքերը որովհետեւ ակտիվացել էին քյուրդական զորքերը գուսային դեպի Հալեբ շարժեին Սա ցերկից ասել եթե շարժիկ ես աս բոլոր թողոպոհի մեջ ես գտիդեի Ամերիկայի Միացյալ Նահանգների անդրադարձը Ամերիկայի Միացյալ Նահանգները որ աչք գիտեք Սուրիայի մեջ ինքր խարիքներ ունի Հասակեի մեջ Խամիշլիի մեջ Ամերիկան ոչ քրդաբնակ շրջան Ֆրանսիան հրատե ունի իսկ Ֆրանսիայի համար շատ Ցերնդու է որ Սուրիան միասնական մնա նույնն էլ Ամերիկային է այսինքն Ամերիկայինը ցերնդու չէ Ամերիկան համա ցերնդի է խաղաղություն Սուրիայի մեջ քյուրդերուն հաջող կհորտորե որ ցենքեր հասնեցեք եւ որովհետեւ ամերիկան շահագրգռված է Սուրիայի հյուսիս արևելյան սահմանները շատ հարուստ գազի բաշարներ ունի այսինքն Ամերիկան գուզե աբորինի ցև վերածել օրինական ցևի եւ ամերիկյան ընկերությունները մուտք գործեն Եվ իրենք շահկորդենատ տեղի եղած հարստությունը։ Մենք չիմոնանք բարոն Մեհրաբյան, Սուրիայի հարավ մաս, հարավային մաս, այսինքն արևելյան մասերը շատ մեծ անաբադ կա։ Դեղ ուսումնասիրություններ կան, որ աշխարհի ամենահարուստ սիլիկոնի բաշարները Սուրիայի մեջ են, որոնց մակրությունը մինչև 70-75% հասնի, տրիլիոն դոլարների արժեք ունի։ Անոր համար է որ Ամերիկան մինչև այս նոր տեխնոլոգիական բումի Այո, որովհետև ամենակարևորը արտադրող սիլիկոնի աշխարհի մեջ հնդկական ինչ-որ շրջան կա Հնդկաստանի մեջ, որի մեջ մաքրությունը 20%-ի կհասնի։ Իսկ սուրիական սիլիկոնը ահավոր մաքուր է եւ շատ թյուրին կարելի անջատել։ Ես տեխնոլոգիաները չեմ գիտեր, բայց գարտացած եմ մասին ուսումնասիրություններ կան տրիլիոն դոլարներով կհասնի եղած սիլիկոնը եւ ինչպես օրեցիկ աբական տիտանիումին է, սիլիկոնին է, լիթիումին է, լիթիումային փիլերն են, այո Անոր համար է որ Ամերիկան մինչև հիմա Սուրիա, Իրաք, Հորդանան սահմանի վրա որոշ կետ կա 55-րդ կիլոմետր գծվի, այդտեղ Ամերիկան մինչև հիմա այդտեղ բազա ունի եւ չեմ գազել Ամերիկան այդ բազաները հանե որով այդտեղը դիդագետ է Ամերիկայի, որ Իրանի հետ չվերակնե Թահրան, Բեյրութ Քիձը, այդ քիզը ընդհատված է բարոն Մեհրաբյան։ Անոր համար է որ ես հիմա չեմ գնալ մեղադրել Իրանի ժողովուրդը։ Գիտեք Իրանի մեջ հիվանդ հոգեբանություն կա, այդ մոլլայական հոգեբանությունը կա, որովհետև իրենց դեր երազներու մեջ են գուզեն շիաիզմը դարազել, այդ շիաիզմի դարազման պատճառով 4 երկիր հրապարակ հանդեցին Սուրիան, Լիբանանը, Իրաքը, Եմենը։ Դեսեք Իրաքը շատ Իրաքի մեջ էլ շատ վտանգավոր բաներ դե գունանան դեսեք հիմա ամերիկան Իրաքն էլ ընդ որում մի երկիր է արաբական որտեղ մեծամասնությունը շիաներն են Այո շիաներ են եւ այդտեղ Իրանը շատ երկար ցերկ ուներ հաջող վարչապետներ որ գնշանագեր իրանյան հորտորով իրանյան ինչ որ փուշինգով գնշանագվեին չմոռնանք Նուրի Մալիկի մենք ինչպիսի աղետներ կորցեց Իրաքի մեջ իսկ հիմա Իրաքի մեջ գարատպիսի վարչապետ Սուդանին որ այդքան Իրանամետ չէ
շուտով գարցեք թե Իրան ամերիկանալ հորտորեց որ Իրաք Իրանի հետ իր էներգետիկ կապերը խզե եւ մենք ցած գուտանք ասիկն ադիկա մահասու հարված է իրանյան դիկտատորական ռեժիմին որ իրենց հիմնական աղբյուրները մեկը գդրվի Իրաք հատկան հարուստ երկիր է որ ռեզերվուար եւ ուղղակի տեխնիկա չունի անգայունի վիճակ ստեղծած է Իրանը որ ինքը իշխ է այդտեղ բայց գարձեք թե հիմա Իրաքն ալ գամած դուրս կգադիր ցաներ իրավիճակեն Ինչ կմնա Սաուդի Արաբիային, դեսեք Սաուդի Արաբիան հայտարարություն կդարեց, սա Գարմիրքից է Սուրիայի միասնությունը։ Ես կգարձեմ շուտով մենք դեսնենք արաբական եւ թուրքական ինչ որ բանակի ստեղծում, որոնք Վիլիկան եւ Սուրիայի մեջ գարկ բանում հաստատեն, որով հատկան Գարավյան հասկացանք, արաբական ասելով ում նկատի Սաուդի Արաբիան, հիմնական Սաուդի Արաբիան։ Որովհետեւ Եգիպտոսն երկույթություն էր Եգիպտոսի մեջ Իսկական գիտեք որ եթե հաջողվի Սուրիական ասեղափոխությունը եւ Սուրիան անցում գդարի տեւի ժողովրդավարության անբավարար աստեղ Եգիպտոսի ժողովուրդը իդ ակտիվանալի եւ անշուշտ նահանգասիսին իր թիրքերով գավախնա այդտեղ որ հագարակ հեղաշրջություն դեր ունենա Եզրափակելով հա երկու բան Մեկ այն է որ խոսում են աշխարհան խոսում է ժողովրդավարությունից Չգիտեմ, քրդերը խոսում են ժողովրդավարությունից, դրուզներն են խոսում ժողովրդավարությունից, Եվրոպան, չգիտեմ, Աֆրիկան, բոլորը խոսում են ժողովրդավարությունից։ Հա, բայց Սիրիայում մի երկիր երբ է ժողովրդավարություն եղել։ Իր օրում ժողովրդավարություն ոչ եղել է, ոչ գիտեն ինչ բան է, անունը գիտեն, բայց թե այդ ամենը Ոնց աշխատում չգիտեն ու որ ասենք մի բան էլ տեղի ունենում այսպես այլանդակ դրսևորումներով, կամ ինչ որ ժողովրդավարության բան չկա։ Ասենք լավ, արեց հասկացանք, բայց այն որ գյուղերում տեղի ունեցել ալավիների կոտորած, ռիկոշետով էլ այդքան մարդ մահացել, դա ժողովրդավարություն ուզողի արածին նման չէ, էլի։ Մենք արդյոք ստեղ գործ չունենք Երևույթի հետ, երբ են ցանկալին իրականի տակ ենք դնում եւ սա լինելու բան չի ուղղակի։ Ընդ որում սրա մասին իսրայելցիներն են ասում են դե լավ ինչ ժողովրդավարություն։ Լավ, ես կուզեմ հիշեցնել իսրայելցիներին, որ Սուրիան անկախացավ 1946-ին, մինչև 1963 Սուրիայի մեջ ինչպիսի գարկեր գտիրեին։ Թողեցան իսրայելցիները լավ ուսումնասիրեն, տեսնեն որ Սուրիան ինչպիսի ժողովրդավարություն ունեցած է այդտեղ, ինչպիսի ընդդրություններ դեղի ունենային Սուրիայի մեջ, ինչպիսի գարավարություններ, ոչ միաբերություն չէ Սուրիայի մեջ։ Սուրիայի մեջ կային գուսակցություններ, ազգային գուսակցությունը Չէ, թակավոր էր, չէ՞։ Ոչ, թակավոր չէր, նախագահական երկիր էր Սուրիան, հանրապետություն էր։ Եթե ուսումնասիրեք, տեսեք Սուրիան 1048-ին որ անկախացավ մինչև 1963, երբ որ բացի հեղաշրջում տեղի ունեցավ մարտի 8-ին Միչայլոց, Սուրիան շատ բավականին զարգացած ժողովրդավար երկիր էր, թափանցիկ հոսքի իրավունք կար, մարդու իրավունք կար, մեր մեծերը բոլոր մեկը գվգայեն, բացությունն գվգայեմ, հայրցալ գվգայեմ, իսկ դու կատորը չեք տեսած, ինչպեսի գերտային ընդդրություններու մրցակցություն գլար, միտիկներ տեղի ունենային, այդպես չէ որ Սուրիան նոր է ժողովրդավարություն, ուղղակի 60 տարի պաուզա տվավ Իսրայելի կողմեն նշանակված Ասադյան ռեժիմը։ Եվ վերջի հարցս դա հայության ապագայի հարցն է։ Լավ, մինչև այդ ժողովրդավարությունը կամ կլինի կամ չի լինի։ Չգիտեմ, ով ինչ կուզի կանի, ոնց կուզի կանի, մեր կարողություններն այնտեղ ներսում իրավիճակի վրա ազդելու շատ մեղմ եմ ասում մեծ չեն, հա, եթե չասենք ընդհանրապես չկա։ Թույլ են։ Հիմա լավ, այդտեղ հայերն ինչ անեն։ Հիմա լավ, այս մարդիկ հայր եւ որդի զոհվեցին գնդակից, որի հետ կապված իրենք ընդհանրապես որևէ առնչություն չունեին, ոչ կրակողի, ոչ էլ ասենք թիրախի հետ կապ չունեին։ Զոհվեցին։ Հիմա բա ինչ անեն, լավ, այդ մարդիկ միշտ տենց կյանքի վտանգի պայմաններում Ձաներ է վիճակը, իհարկե, հայության վիճակը շատ ձաներ է, տնտեսական վիճակը նորեն ձաներ է, տեսեք, բայց հույսեր կան, գիտեք, օրինակ, քանի մոռաջ Սուրիան պատվիրած էր Թրամփ
տրամներ որ պատրաստեն, այո, շատերը ասին որ Ասադի փախտուտած տրամները ոչ այդպես չէր, բادرված տրամներն էին որ եկան։ Ռուսաստանը դեռ գշանագե իր գերդոտ խաղը Սուրիայի մեջ չուզեր հանձնել։ Ես կգործեմ որ ռուսական բազաներու այսինքն ավական շատ հերու չի ասենք դուրս չբերդել են ռուսերուն, որովհետև իսկապես եվրոպայանը ծերունդի է։ Տեսեք իմ այդ եվրոպական բանակ առաջանա, տեսեք իմ Թուրքիան ինչպես կմոդենա Եվրոպային։ Արդեն գլցեն նախագահ Էրդողանի, Հական Ֆիդանի խոսքերը որ պետք է Եվրոմիության հետ ակտիվանա մեր կողմերը։ Վերադիրքավորումներ կփոխվին, հատկապես Ամերիկա, Եվրոպա ջրումը որ եղավ, աշխուժ մենք հիմա ունենք մերձավոր արևմուտք եւ գա հերավոր արևմուտք։ Այդ հասկացումը պետք է մենք մտցնենք այլևս։ Օրինակ ինձ համար մերձավոր արևմուտքը Եվրոպան է, հերավոր արևմուտքը Ամերիկան է։ Հա, որ արևել կա մերձավոր հերավոր, ես արդեն այդ տերմինը կօգտագործեմ։ Այս մեկը բարոններ է, գիտեք, խթան պիտի առաջանա որ եվրոպական զորքը ցեղավորվի եւ այդ եվրոպական զորքի ողնաշարերը մեկը գարդեն թուրքական զորքը լարու Թուրքիան աս մեկին շատ ակտիվորեն պատրաստվի արդեն ես կսկամ թուրքական մեդիային թուրքական պաշտպանության նախարարության խոսքերեն Ֆրանսիայի Թուրքիայի մերձացումներեն մամուլը գրում է այդ մասին եւ այդ մեկն գիտեք Հայաստանն արգոկտվի որ Թուրքիան կմոդենա Եվրոմիության Այստեղ մեր մոդալ ինչ որ գակտիվանա եւ մենք աշխուժում ենք դարձան միլիտարնամ շուտով տեխնազու երգիր եւ ես կզարմանամ այս իշխանություններու խոսքերուն վրա դեռ չեն գնար պատմությունները լրիվ են գալեր իրենց սխալ խոսքերը մենք կրսենք կզարմանանք նույնիսկ Վրաստանը ինչ որտեղ խանդավառվի այս Թուրքիայի Եվրոպայի մերձացումով իսկ հայերում իրավիճակը իսկապես ծանր է բոլոր ոչ թե հայերում բոլոր Սուրիայի ժողովրդին բայց Սուրիան այդ երկիրն է որ բարում Մեհրաբյան առաջինը չէ այս երկիրը իր աշխարհակցություն իրեն այդպես բարձրացրած է որ ինք արևմուտքի երավայրքի մեջ մշակույթի տնտեսության քաղաքացիություններու գամուր չէ անոր համար է որ այս երկիրը ինքը բարձր իմունիտի ունեցող երկիր է անոր համար հաղթահարել Սուրիան եւ բոլորը Եվրոպան եւ դուք օպտիմիստ եք օպտիմիստի հարց է Եվրոպային ցերնդու է բոլորին ցերնդու է որ միան Իրանին ցերնդու չէ որ հիմնական բարձրողն է Իսրայելին ցերնդու չէ եւ Ռուսաստանին որովհետեւ Ռուսաստանը արդեն եթե հարավային Կովկասը պիտի գործընծեն արդեն գսկամ են թույլ է հարավային Կովկասի մեջ եւ դա ասված ես չեմ ուզեր Ուկրաինայի մեջ արյունը թափվի բայց ինչքան ուկրաինական Ռուսաստան բաժանած ներգրացվի Ռուսաստանի Թուրքիերը ասեն թույլանալու են հարավային Կովկասի մեջ ընդհանուր աշխարհի մեջ Շատ շնորհակալ եմ պարոն Նալբանդ հանգամանալից դիտարկումները, տեղեկությունները, եզրակացությունները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին, ինչպես ասում են, առաջին ձեռքից ներկայացնելու համար եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար եւս։ Հաջելի է միշտ Անտիլվարում Երավյան։ Հա մենք լսեցինք մեր գործընկերոջը Սիրիահայ Հայաստանաբնակ գրող եւ վերլուծաբան Հակոբ Նալբանդին իր դիտարկումները կապված Սիրիայում վերջին օրերին ծավալվող բավականին արյունալի իրադարձությունների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք կհանդիպենք արդեն վաղը խաղաղություն եւ բարի ննձ ձեզ